911 Ռադիո Արևիկում 911 հաղորդաշարն է, բարի օր ենք մաղթում բոլորին։ Հիշեցնեմ, որ ամեն չորեքշաբթի այս ժամին մենք եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում ենք հետաքրքիր զրույցների շարք։ Դառնալով մեր ունկնդիրը դուք տեղեկացված ու պաշտպանված կլինեք։ Կիմանաք, թե ինչպես պետք է վարվել տարերային աղետների, երկրաշարժի, սողանքների կամ ասենք հրդեհի եւ ուժեղ քամու ժամանակ։ Այսօր մեր հերթական զրույցի օրն է։ Մեր հյուրն է արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը։ Պարոն Մաթևոսյան, շնորհակալություն, որ Ռադիո Արևիկի հյուրն եք։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Հայաստանում հատկապես ամռան ամիսներին հաճախ ենք լսում անտառային հրդեհների մասին, որոնք են դրանց առաջացման պատճառները եւ ինչ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար։ Անտառային հրդեհների առաջացման պատճառները ամբողջ աշխարհում 92.5%-ը բնակչության մեղքով է, մարդու գործունեության արդյունքն է։ Իսկ միայն 7%-ն է, որ բնական երևույթներից կարող են լինել, օրինակ կայծակներից, եւ ամբողջ աշխարհում է հայտնի, որ մարդու գործունեությունը ի վերջո հանգեցնում է անտառային հրդեհների։ Անտառային հրդեհների դեպքում բնականաբար շատ մեծ վնաս է պատճառվում բնությանը, նախ անտառների ոչնչացումը, դա միայն ծառերի ոչնչացումը չի, բույսերի ոչնչացումը չի, դա նաև կենսաբազմազանության փոփոխություն է, որտեղ այդ անտառները շատ տարատեսակ կենդանիներ են ապրում անտառներում, որոնք նույնպես լքում են անտառային տարածքները կամ ընդհանրապես այրվում են այդ կրակում։ Ծանոթանալով ձեր այս գրքին, որի վերնագիրն է հաճախ հանդիպող վտանգներ, օրինակ ես պարզեցի, որ անտառային հրդեհները լինում են 3 տեսակի՝ ստորգետնյա, գետնամերձ եւ սաղարթային։ Խնդրում եմ բացատրեք դրանց տարբերություններն ու նշեք, թե Հայաստանում որ տեսակն է ամենից հաճախ տեղի ունենում։ Այո, 3 տեսակի են լինում։ Ստորգետնյան դա երբ տորֆային հատվածում է, որտեղ գիտեք, որ տերևաթափ, ճյուղերի կոտրուտներ եւ այլն տարիների ընթացքում, դարերի ընթացքում գոյանում է տորֆի շերտ եւ ստորգետնյա հրդեհները տեղի են ունենում այդ ներքևի մասում, այդ տորֆի շերտի ներքևում, որոնք նույնպես շատ վտանգավոր են, ես քիչ հետո կասեմ, թե ինչու են նրանք վտանգավոր։ Երկրորդը դա գետնամերձն է, որը որ մինչև 2.5 մետր բարձրությամբ բների ու ծառի ճյուղերի այրման եւ ի վերջո սաղարթայինը, երբ այրվում են ծառերի սաղարթները եւ կրակը փոխանցվում է սաղարթների միջոցով։ 3 տեսակներն էլ վտանգավոր են, բայց շատ հետաքրքիր է տորֆայինը, այսինքն ստորգետնյա հրդեհը, որտեղ այն շատ դեպքում չի երևում, մարելը շատ բարդ գործընթաց է, մարելուց հետո թվում է, թե արդեն մարել են, կարող է անցնել 1 օր, 2 օր, 3 օր, նույնիսկ 7 օր եւ մի այլ տեղից նորից կրակը բարձրանա։ Այսինքն շատ դժվար է հասկանալ ստորգետնյա այդ հրդեհները մարվում են, թե չեն մարվում։ Ընդհանուր առմամբ պետք է բացել մինչև վերջ մարումը կատարել։ Օրինակ դուք հարցնում եք Հայաստանում առանձնահատուկ են, 3-ն էլ Հայաստանին առանձնահատուկ են, օրինակ Խոսրոֆի անտառների հրդեհների ժամանակ 17 թվականին հիմնականում մենք ունեինք եւ ստորգետնյա եւ գետնամերձ տեսակի 2 հրդեհները։ Հետո դրանք արդեն վերեինացվում 3-րդ տեսակի հրդեհներին եւ մենք տեսել ենք, թե ինչ է նշանակում ստորգետնյա հրդեհ։ Ամենավտանգավոր հրդեհի տեսակը դա տորֆային հրդեհն է, որտեղ տորֆային հրդեհի ժամանակ հողի տակ, այդ տորֆային շերտի տակ կան օդը տանող մասեր եւ միտեղ որ հանգցնում ես, մեկ ուրիշ տեղից ոնց որ խողովակից օդ փչեն, ոնց են կրակի վրա փչում ու կրակը կպնում է։ Այդպես փչելու ժամանակ նա նորից կպնում է եւ այդ կրակի տարածման արագությունը 7 օր է, 7 օր մի քանի մետրի վրա։
Այսինքն 7 օրվա մեջ կարող են նոր տեղից կրակը ծագել։ Թվա թե կրակը մարված է, բայց իրականում կրակի վերջնական մարում տեղի չի ունեցել։ Այս առումով ստորգետնյա այդ հրդեհները, տորֆային հրդեհները շատ վտանգավոր են, որտեղ չես տեսնում թե ինչ է տեղի ունենում։ Եվ եթե հիշում եք մեր Խոսրովի անտառների հրդեհի ժամանակ մենք միտեղ մարում էինք, մեկ էլ անցնում են մի քանի օր, հանկարծ մեկ ուրիշ տեղ տեսնում ենք ծուխ է դուրս գալիս։ Դա հենց այդ տորֆային շերտերի պատճառով է, որ ինքը որպես հրդեհի տեսակ այդպիսին է։ Եվ հաջորդը որ ծառ ասացի, դա օրինակ մեր Խոսրովի անտառում գիհենիներն են, իսկ գիհին փաստորեն դա իրեն մեջ շատ մեծ քանակությամբ յուղ է պարունակում, պատկերացրեք, որ յուղի թասի մեջ, ձեթի թասի մեջ դուք ջուր եք գցում, ձեթը չի թրջում արդյոք, այդ տաքացած ձեթը թրջելով ինքը նոր կրակի օջախներ է ստեղծում, այնպես որ միայն ջրի այդ ճանապարհով մարելը ինքը շատ բարդ խնդիր է։ Հնարավոր է արդյոք խուսափել անտառային հրդեհներից եւ ինչպես։ Անտառային հրդեհներից խուսափելու համար նախ պետք է իմանալ, թե մարդու ինչ գործունեության արդյունքում է, որ հրդեհները ծագում են։ Հետաքրքիրն այն է, որ այդ գործունեության մի մասը կարող են լինել գիտակցված։ Օրինակ մարդիկ կարող են իրենց անտառին մոտիկ խոտացած տարածքներում կատարել այրում, բայց անուշադրության պատճառով այն կարող է բռնկել անտառը, իրենք գիտակցված են անում, որտեվ իրենք են այրում, իրենց մտածելով դա շատ օգտակար է, որտեվ իրենք իբր պարարտացնում են, բայց իրենք չեն պատկերացնում, որ այդ այրման ժամանակ իրենք ոչնչացնում են բավականին շատ կենդանիներ մանր, որոնք որ ամեն մեկը իր դերը ունի, թե բուսական, թե կենդանական աշխարհի գոյության համար, եւ դա ամենևին պարարտացման ճանապարհ չէ, ընդհակառակ ինքը շատ վտանգավոր է, որտեվ հենց որ դառնա անվերահսկելի, նա կվերածվի անտառային հրդեհների։ Մեզ մոտ շատ են այդպիսի հրդեհներ լինում, երբ մարդիկ իրենց հողատարածքների բուսական ծածկույթները այրում են, մտածելով թե կպարարտացնեն։ Հաջորդը այն է, որ մարդիկ, հատկապես հայերը սովորություն ունենք, սիրում ենք խորոված անել այդ տարածքներում, մեր հանգիստը անցկացնել եւ այդ կրակը ոչ նորմալ մարելու պատճառով մենք կարող ենք հետագայում հրդեհներ առաջացնել անտառային, նույնպես հետաքրքիր պատճառներ են։ Մյուսը դա մարդիկ նույնիսկ կարող են շշերը ջարդելով մրցույթ մտնել, թե ով է ավելի լավ կարողանում շիշ ջարդել, նշան բռնել քարով, հա, բայց չեն պատկերացնում, որ ջարդված շշերը կարող են արդեն առաջացնել հրդեհներ, որտեղ արևի ճառագայթներ ընկնելով այդ շշերի վրա կարող են նրանք լրիվ այլ դեր կատարել ֆոկուսային հեռավորության վրա, կենտրոնացնել այդ ճառագայթները եւ առաջացնել հրդեհներ։ Այսինքն այս ճանապարհները շատ են։ Մարդ օրինակ չգիտի թե ինչպես կարելի է կրակ անել, ասենք խարույկի տեղը ինչպես պատրաստել։ Խարույկի տեղը պատրաստելու համար ամենակիչը կես մետր տարածությամբ պետք է այնպես անել, որ կրակը տարածվելու ճանապարհ չունենա։ Քարերով փակել, թույլ չտալ, որ չոր խոտ լինի եւ այլն, որպեսզի կրակի տարածումը ընդհանրապես թույլ չտանք։ Բացատներում հատկապես նման խնդիրներին պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել։ Էլ չեմ ասում, որ մեքենաներով մուտք գործելը կարող է խիստ վտանգավոր լինել, որտեղ մեքենայի ներքևի մասում օրինակ խլացուցիչները շատ տաք վիճակում են գտնվում եւ գեր-չոր պայմաններում, երբ նրանք քսվեն չոր խոտին, կարող է այդ քսելու պատճառով առաջանալ մեքենայի հետևի մասից հրդեհ արդեն առաջանա, կթվա թե կայծ է թռել, ընկել, բայց իրականում կայծ չի, այլ պարզապես տաքացուցիչի եւ խոտի, չոր խոտի շփման արդյունք կարող է դա լինել, հետեւաբար մեքենաներով այդպիսի չոր տարածքներ մտնել չի կարելի։ Դուք էլ գիտեք, որ գյուղական ճանապարհներում անիվների տեղը մի քիչ ավելի փոս է լինում, մեջտեղի մասում մի քիչ բարձր եւ իրոք այդտեղ խոտեր են լինում։ Այդ խոտերը եթե չորացած լինեն, ապա կարող են բռնկվել։ Շատերը կարող են նույնիսկ մեքենաների լիցքավորման համար վառելիք վերցնել հեղուկ եւ անտառամերձ մասում, ասենք առանց մեքենան անջատելու լիցքավորել իրենց բաքերը, առանց պատկերացնելու թե ինչ կարող է տեղի ունենալ շատ պատահական ձևով։ Կամ մեքենաները մաքրելու ժամանակ այդ յուղոտ
լաթերը, եթե թողնում են խոտացած տարածքներում, նրանք նույնպես կարող են դառնալ հրդեհի հետաքրքիր աղբյուրներ։ Այլ կերպ ասած, եթե մենք ճիշտ բնութագրենք, ապա բնությանը պետք է սիրել եւ չախտոտել։ Այնինչ ասացի աղտոտում է։ Փաստորեն աղտոտում ես լաթերով, աղտոտում ես վարելիքակսուկային նյութերով, աղտոտում ես ապակիներով, աղտոտում ես մնացորդներով տարբեր տեսակի, որոնք կարող են խիստ վտանգավոր լինել։ Ես ասեմ, որ մենք ընդհանրապես բնության հետ վերաբերվելու կուլտուրայի մշակման կարիք ունենք։ Ովքեր ինձ չեն հավատում, կարող են գնալ այնտեղ, որտեղ ձկնորսները սիրում են ձուկ բռնել եւ տեսնել, թե նրանց ձուկ բռնելուց հետո ինչպիսի տարածքի է վերածվել այն տարածքները, որտեղ նստած իբր ձուկ են բռնում։ Սկսած գարեջրի շշերից, չգիտեմ ինչ շշերից, վերջացրած ուտելիքի մնացորդներով ամբողջապես աղբ է փաստորեն տիրում։ Հասկանում եք, այստեղ մենք շատ լուրջ անելիք ունենք եւ անտառային հրդեհները չունենալու համար պետք է այն անել, ինչ որ ես ասացի, որովհետեւ պետք է իմանալ, որ ամեն մի սխալ վերաբերմունք շատ թանկ կարող է նստել մեր վրա։ Եթե վերցնենք Հայաստանի Հանրապետություն, այնքան քիչ անտառներ ունենք եւ այնքան անհրաժեշտ են մեզ։ Բացի դրանից, եթե մենք վերցնենք անտառային ծածկույթները այլ պետություններում, որտեղ լեռնային չի տարածքը, հարթ տարածքներ է, այնտեղ հրդեհների մարումը շատ ավելի դյուրին է, իսկ եթե վերցնենք մեր տարածքները, որոնք լեռնային են, տեխնիկական միջոցները պարզապես չունեն այն տվյալները, որ կարող ոչ թե մենք չունենք, այլ լեռնային պայմաններում ընդհանրապես հրդեհաշիջման գործընթացը շատ բարդ է, ապա պարզ կդառնա, թե ինչու մենք հայերս ավելի լուրջ պետք է մոտենանք այս խնդրին։ Պարոն Մաթևոսյան, խոսենք նաև անտառային հրդեհներից բխող վտանգների մասին։ Անտառային հրդեհներից բխող վտանգները բազմաթիվ են։ Նախ անտառում մենք ունենում ենք ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, որը որ կենդանական աշխարհի համար վտանգավոր է։ Ծխապատ գոտու գոյացում, որը նույնպես կենդանիների համար վտանգավոր է, որտեղ այդ գազերը բոլորը թունավոր են ամբողջ կենդանական աշխարհի համար։ Կրակի արագ տարածում, որովհետև եթե չոր է, ապա բնականաբար արագ տարածումը կրակի տեղի կունենա։ Կենդանիների այս բազմազանության վերացում, կենդանիների բազմազանության վերացում, որտեղ այստեղ մենք ունենք շղթա։ Ամեն մի կենդանի մի ուրիշ կենդանու կեր է, էլի, երբ մեկը վերանում է, շղթայական բերում է կենդանիների բազմազանության այդ վերացմանը։ Բայց հետաքրքիրն այն է, որ բույսերը նույնպես բազմազան են, նաև բուսական աշխարհի բազմազանության վերացմանը։ Ու պետք է իմանանք, որ բույսերից ամեն մեկն էլ իր դերը ունի այդ կենսական աշխարհում, հետևաբար այս տեսակետից իրենք բավականին վտանգավոր են։ Եվ եթե հաշվի առնենք, որ հրդեհի ժամանակ կարող են լինել քամիներ եւ այլ, ապա քամու ուղղությամբ հրդեհի տարածումը շատ ավելի արագ կարող է տեղի ունենալ եւ այստեղ լուրջ խնդիրներ կարող են ծագել, թե բնապահպանական, թե կենսաբանական։ Իսկ ինչ պետք է անել հրդեհի ժամանակ։ Արդեն մի քանի անգամ նշել եք խոճապի չմատնվել եւ զանգահարել 911 հեռախոսահամարին եւ պատասխանել տրվող հարցերին։ Ուրիշ։ Գիտեք, բոլոր դեպքերում զանգահարելը առաջին քայլն է, որովհետև եթե մենք 911 չզանգահարենք, հրշեջ փրկարարները չեն իմանա այդ մասին եւ հրդեհը մարողը չի լինի։ Դրա համար սա բոլոր դեպքերում առաջին խնդիրը դա իրազեկումն է, բայց տեսեք, նայած որտեղ են գտնվում։ Եթե մենք գտնվում ենք հրդեհի վայրում, բնականաբար պետք է լքել այդ վայրը։ Ու լքել շատ ուղղություններ կան, օրինակ խորհուրդ է տրվում լքել հրդեհի շարժման ուղղությանը ուղղահայաց ուղղությամբ, որովհետև եթե հրդեհի ուղղությամբ մենք գնանք, հրդեհը մեր հետևից է գալիս եւ հրդեհի արագությունը կախված քամու արագությունից կարող է շատ մեծ հասնել մինչեւ 100-120 կմ/ժ արագության եւ մենք երկար չենք դիմանա։ Եթե հակառակ ուղղությամբ գնանք, ապա մենք կընկնենք ուղիղ հրդեհի մեջ։ Դրա համար անհրաժեշտ է հրդեհի շարժման ուղղահայաց ուղղությամբ փորձել դուրս գալ։ Անհրաժեշտ է գտնել այնպիսի մի տեղ, որտեղ կրակը չի կարող հասնել։ Այսինքն բացատներ օրինակ, որտեղ խոտածածկույթը շատ նոսր լինի, բարձր չլինի եւ կողքի այդպիսի բուսականություն չլինի, որ կարողանա ինքը հրդեհը չհասնել մարդուն։ Սա նույնպես հրդեհից պաշտպանվելու
տարբերակ է։ Այսինքն ամեն ինչ անել, որ կրակը չհասնի իրեն։ Պարոն Մաթևոսյան, հաղորդման այս հատվածում առաջարկում եմ մետրոյում ծագած հրդեհի մասին խոսել։ Չնայած որ դա հազվադեպ հանդիպող երևույթ է, բայց հետևանքը ծայրահեղ վտանգավոր կարող է լինել։ Ինչից կարող է հրդեհ առաջանալ մետրոյի վագոններում կամ թունելում, երբ հատկապես այդ տարածքում անվտանգության բոլոր կանոնները պահպանվում են։ Մետրոն, այո, մետրոյի անվտանգության բոլոր կանոնները պահպանվում են եւ մետրոպոլիտենում ընդհանրապես հրդեհները շատ քիչ են լինում։ Մենք նույնիսկ կարող ենք 1-2 այդպիսի հրդեհի մասին ասել, որոնք բավականին զոհ է, բայց միևնույն է հնարավոր է, որ նման բան լինի եւ լավ կլինի, որ մարդիկ իրազեկված լինեն, ի սկզբանե իմանան, որ նման բան կարող է լինել, բայց փառք Աստծո մեր մետրոպոլիտենում դեռևս չի եղել եւ չեմ կարծում, որ կլինի, բայց բոլոր դեպքերում պետք է պատրաստ լինել նման երևույթի։ Ինչից է նա առաջանում։ Առաջինը հոսանքների կարճ միացումից կարող է դա առաջանալ, հատկապես վազանցային մասերում, որտեղ լինեն նման բաներ, շարժասանդուղքների անսարքության հետևանքով դարձյալ կարող են լինել այդպիսի հրդեհներ, կարող են լինել հրդեհներ վթարների հետևանքով, երբ շարժակարգերի վթար տեղի ունենա, հետևաբար այսպիսի պայմաններում առաջացած հրդեհների դեպքում պետք է իմանալ, թե ինչ անել, որտեղ հրդեհներ կարող են ծագել վագոնում, կարող է լինել թունելում, կարող է լինել թունելից դուրս, կարող է լինել սրահներում, կարող է լինել նախամուտքերում եւ կարող է լինել շարժասանդուղքների վրա։ Յուրաքանչյուր դեպքում պետք է իմանալ, թե ինչ կարելի է անել։ Եթե մենք վերցնենք տարածքները շարժասանդուղքների եւ նախամուտքերի, ապա այստեղ ավելի դյուրին է, որտեղ հերթապահ ետամիջական կապ կարելի է պահպանել եւ օգտվել գոյություն ունեցող տարահանման սխեմաներից, կատարելով հերթապահի հրահանգները, բայց այլ բան է, երբ նա տեղի է ունենում վագոնում, գիտեք, որ վագոնը ինքը կառուցված է այնպիսի քիմիական նյութերից, որոնց այրման դեպքում թունավոր գազեր են արտադրվում, հետևաբար բացի այն, որ կարող է լինել ծխապատ գոտու գոյացում, կարող է բարձր ջերմաստիճան լինել, թթվածնի պակաս լինել, նաև առաջ է գալիս այս երրորդ խումբը, որը որ կարող է թունավոր գազեր առաջանալ եւ առաջացնել մարդկանց մոտ թունավորումներ։ Բոլոր դեպքերում պետք է իմանալ, թե մարդը ինչպես իրեն պետք է պահի։ Որտեղ էլ ինչ լինի, ամենավտանգավորը խոճապի մատնվելն է, որտեվ եթե առաջին իսկ պահին ասում ենք զանգահարել 911, ապա այս երկրորդ քայլը պետք է լինի խոճապի ընդհանրապես չմատնվել, որտեվ խոճապը կարող է պարզապես ճակատագրական լինել մարդկանց համար, անկախ նրանից որտեղ են գտնվում, որտեղ բոլոր դեպքերում խոճապը ինքը վտանգավոր է։ Եթե վագոնում է, պետք է իմանալ, որ այդ այրումը բավականին արագ է տեղի ունենում վագոնների, բայց պետք է նաև իմանալ, որ ունենք այնքան ժամանակ, որ կարող ենք հասնել մոտակա կայարանը հաստատ, որտեվ եթե ինքը այրվի 5-ից 7 րոպեում, մոտակա կայարան հասնում են 2 րոպե, հետո նույնիսկ 2 կայարան կարելի է անցնել, բայց պետք է իմանալ, որ ամեն ինչ պետք է անել կայարան հասնելու համար։ Եթե հրդեհը բռնկվել է, չի կարելի, այնտեղ գիտեք, որ կան բաներ, որ յուրաքանչյուր վագոնից կարելի է արգելակներ միացնել, չի կարելի արգելակել, ընդհակառակը պետք է անմիջապես կապվել մեքենավարի հետ, տեղյակ պահել դրա մասին եւ չխոչընդոտել այդ գործընթացին, որտեղ կանգնեցնելը դա չի կարելի, փրկությունը գտնվում է կայարանում։ Այսինքն, երբ տանը հրդեհ սկսվի, կարող ենք արագ լքել տարածքը, ինչ հնարավոր չի անել, երբ վագոնում ենք գտնվում, պետք է սպասենք, որ հասնենք մյուս կայարան։ Երբ մեքենավարը ինքը արդեն թույլ տա, որ մենք դուրս գանք, որտեղ մարդ կարող է խոճապի մատնվել եւ իրեն նետել ցած։ Պարզ չի, որ ընթացքից թռչել չի կարելի այդպիսի արագության դեպքում, ու այնել չգիտես թե որտեղ ես թռչում, ընդ որում այնտեղ նաեւ կան լարումներ էլեկտրական, ինչին դիպչես։ Մի շարք վտանգներ կան թունելների մեջ, ընդ որում ծխի շարժ կարող է տեղի ունենալ եւ ինքը ընդհանրապես չկարողանա դուրս գալ։ Երկրորդը, եթե մենք բացենք պատուհան կամ դուռ եւ այլն, մենք այդ կրակին թթվածին կտանք եւ կրակը ավելի կուշ գնանա։ Դրա համար չի կարելի ընդհանրապես բացել, մինչեւ չկանգնի եւ վագոնավարը թույլ չտա, որ պետք է բացել։ Այ ուրիշ բան, երբ արդեն թույլ է տրված բացել, դռները չեն բացվում, ուժով պիտի բացել, կարելի
ապակիներ են ջարդել, մաքրվել այդ կտորներից բան եւ դուրս գալ դուրս, բայց երբեք ընթացքի ժամանակ չի կարելի դա անել, որտեվ այս դեպքում մենք կսնենք կրակին։ Ու պետք է իմանալ, որ շարժման ժամանակ կրակը շարժում է շարժմանը հակառակ ուղղությամբ, մենք պետք է գնանք դեպի վագոնի սկզբնամասը, դեպի շարժման կողմը, որը դարձյալ մեզ ժամանակ է տալիս, որ մենք կարողանանք հասնել կայարան։ Բացի այդ, պետք է հիշել, որ յուրաքանչյուր վագոնում կա երկուական կրակմարիչ, որը կարող է շատ օգտակար լինել, հենց առաջին իսկ բռնկման դեպքում կարող են պարզապես այդ կրակը մարել։ Ես ասացի այն խորհուրդները, որոնք երբ արդեն հնարավոր չի կրակը մարել, բայց շատ դեպքում դա հնարավոր է եւ դա նախատեսված է յուրաքանչյուր վագոնում կա երկու կրակմարիչ։ Հետեւաբար նույնիսկ վագոնից վագոն կարելի է կրակմարիչ բերել, այնպես որ հնարավոր է այդ կրակի դեմ պայքարել։ Էլի չունեք ավելացնելու մետրոյի հետ կապված մետրոյին բռնկված հերթերի։ Մետրոյին բռնկված հերթերի հետ կապված ես կուզենայի մի բան հիշեցնել, որ եթե ինչ-ինչ պատճառներով նույնիսկ ասենք իջել են թունելներում կամ պետք է գնացքի ճանապարհով գնալ, ապա անպայմանորեն պետք է քայլել գծերի արանքում, գծերի վրա չկանգնել, փորձել մեջտեղով գնալ, անկախ նրանից հոսանքազրկված է տարածքը, թե հոսանքազրկված չի։ Երկրորդը պետք է իմանալ, որ գնացքի արգելակման ժամանակ կարելի է ստանալ մարմնական վնասվածք։ Հետևաբար ինչ որտեղից պետք է բռնել։ Երրորդը մարմնական վնասված կարող են ստանալ երեխաները, հետևաբար երեխաներին նման ժամանակ պետք է անպայման գրկած պահել եւ թույլ չտալ, որ երեխան ինքնուրույն գնա։ Եթե սրահներում են, սպասասրահներում կամ նախամուտքերում անպայմանորեն երեխային պետք է դարձյալ գրկած պահել, որովհետեւ խուճապի դեպքում կարող են նրանք շատ մեծ վնասներ կրել։ Պետք է ուշադիր լինել յուրաքանչյուր անձի նկատմամբ, որտեղ մեկ մարդու ոչ նորմալ պահելաձևը կարող է այդ ամբողջ մարդկանց վերածել ամբողի, այսինքն անկառավարելի դրա համար անընդհատ պետք է նրանց ինչ որ բան ասել, զբաղեցնել, որ թույլ չտաս նման բան տեղի ունենա։ Պարոն Մաթևոսյան, ամփոփելով հրդեհներ թեման, ինչ եք մոռացել ասել։ Գիտեք, ինձ թվում է ոչինչ չեմ մոռացել, շատ բան չեմ ասել, բայց դա ոչ թե մոռացել եմ, պարզապես կարծում եմ, որ այստեղ շատ կարևոր է մտածողության խնդիրը դնել, մարդը մտածի, որ կա այսպիսի խնդիր, որ այս խնդիրը հեշտ է լուծել, որովհետև որտեղ էլ կրակը լինի, 3 պայման է պետք՝ վառվող, կրակի աղբյուր եւ թթվածին, 3-ից որը վերացնես կրակը չի լինի, ուզում է դա անտառային հրդեհ լինել, ուզում է մետրոպոլիտենում, ուզում է բնակարանում։ Դրա համար կարծում եմ, որ միայն մտածողությունը դեպի այս խնդիրը կարող է մարդուն ինքնուրույն մոտեցումներ տալ։ Շնորհակալ ենք զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Ռադիո Արևիկի եթերում 911 հաղորդաշարներ։ Մեր հյուրներ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը։ Կհանդիպենք հաջորդ չորեքշաբթի։ 911